40-օրյա պատերազմից հետո միայն կարելի ասել ԱՄՆ-ն նահանջեց։ Ոչ թե Թեհրանը ընդունեց նահանգների ներկայացրած առաջարկները, այլ հակառակը։ ԱՄՆ-ն համաձայնության եկավ ընդունելով Թեհրանի ներկայացրած 10 կետերը, որպես բանակցությունների հիմք։ Բանակցային գործընթացի միջնորդ պետություն է դարձել Պակիստանը։ Նախ Իրանը պահանջում է Միացյալ Նահանգների ոչ ագրեսիայի պարտավորություն։ Միացյալ Նահանգները նրա դաշնակիցները հետագայում պետք է չհարձակվեն Իրանի դեմ, եւ ԱՄՆ-ն պետք է վստահելի երաշխիքներ տա Իրանին։ Վերլուծաբանների դիտարկմամբ բանակցային գործընթացի համար 2 շաբաթը բավականին կարճ ժամանակահատված է տարբեր հարցերում ընդհանուր հայտարարի գալու համար։ Բացի այդ, հնարավոր բանակցություններում կլինեն ուժեր, որոնք կաջակցեն ԱՄՆ-ի եւ Իրանի միջև խաղաղության հաստատմանը։ Կլինեն նաեւ ուժեր, որոնք կխանգարեն, այդ թվում նաեւ Իսրայելը։ Կա բարձր հավանականություն, որ օրինակ 2 շաբաթ հետո կամ նույնիսկ 2 շաբաթը չլրացած կարող են նորից ծավալվել ռազմական գործողություններ։ Իսրայելի համար էգզիստենցիալ վտանգ է, սպառնալիք է։ Դրա համար բարդ է պատկերացնել, որ իրենք այս տարբերակը կնախընտրեն կամ այդ պայմանները կյանքի կկոչեն։ Իրանի պահանջն է նաև շարունակել վերահսկողությունը Հորմուզի նեղուցի վրա։ ԱՄՆ-ն պետք է ընդունի Իրանի միջուկային հարստացման իրավունքները, ԱՄՆ-ն պետք է պաշտոնապես ճանաչի Իրանի ուրան հարստացնելու իրավունքը իր քաղաքացիական միջուկային ծրագրի համար։ Որպես հիշեցում, Իրանը գոնե թե վերջին 10-15 տարիների ընթացքում երբեք չի հայտարարել, որ ցանկանում է ունենալ միջուկային զենք։ Բանակցային գործընթացի կետերի մեջ մտնում են նաև ամերիկյան առաջնային եւ երկրորդային պատժամիջոցների վերացումը, պատերազմի վնասների համար փոխհատուցում, պատերազմի ամբողջական եւ մշտական ավարտ, այդ թվում Լիբանանում Հեզբոլլահի դեմ իսրայելական հարձակումների դադարեցում, Միացյալ Նահանգների մարտական ուժերի դուրսբերում տարածաշրջանից, ամերիկյան ռազմական ներկայության հեռացում Մերձավոր Արևելքի բազաներից։ Եթե օրինակ իրենք հասնեն նրան, որ ամերիկյան ռազմաբազաները տարածաշրջանից դուրս բերվեն Մերձավոր Արևելքից, դա եւս մեծ վկայություն է լինելու նրան, որ Իրան Իսլամական Հանրապետությունը աշխարհաքաղաքական պատկեր է կարողանում փոխել։ Ինչպես կփոխվի ուժերի հավասարակշռությունը Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում, եթե պատկերացնենք, որ Իրանի, ԱՄՆ-իսրայելական տանդեմին ներկայացրած պահանջները իրագործվեն։ Թուրքիան կարողացավ, եթե ոչ միանշանակ շահող, ապա գոնե շահավետ դիրքերում գտնվել։ Իրենք ունեին հույս, որ Իրանի դեմ ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանը կլինի այն կենտրոնը, որի շնորհիվ իրենք կկարողանան ցամաքային օպերացիա իրականացնել ընդդեմ Իրանի։ Դա տեղի չունեցավ։ Ադրբեջանը քրիտիկական պահին չեկավ աջակցության Իսրայելին եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Իր նշանակությունը նվազելու է։ Ռուսաստանի դեպքում ըստ քաղաքագետի հստակ է, բոլոր դեպքերում Ռուսաստանի եւ Իրանի շահերը տարածաշրջանում պետք է հաշվի առնվեն։ Եթե փորձում են տարածաշրջանում հաստատված ստատուս քվո փոփոխության ենթարկել առավել եւս այլ խաղացողների տարածաշրջան բերելով։ Իրանը դարձել է ներ տարածաշրջանում եւ Մերձավոր Արևելքում իրավիճակ փոխող պետություն։ Ըստ վերլուծաբանների դեռ վաղ է խոսել է, թե Իրանը կդառնա հեգեմոն պետություն։ Այդ երկիրը բազմաթիվ վնասներ է կրել եւ պետք է կարողանա համոզել կամ պարտադրել ԱՄՆ-ին փոխհատուցման հարցում։ Այնուամենայնիվ 2 շաբաթվա ընթացքում ինչ հանգուցալուծում էլ լինի, ԱՄՆ-Իրան բանակցային գործընթացում ակնհայտ է, որ Վաշինգտոնյան պայմանավորվածությունները թրիփի վերաբերյալ կյանքի չեն կոչվելու։ Այդ թրիփ նախագծի մասին երբ որ խոսում ենք, երևի արդեն կարելի ասել RIP թրիփ։ Ըստ վերլուծաբանների, Իրանի հնարավոր շահեկան դիրքում կամ հաղթողի դերում հայտնվելը դժվար թե թույլ տա այդ երկրին ազդեցություն ունենալ օրինակ հայաստանյան ներքաղաքական իրավիճակի վրա։ Բանն այն է, որ Իրանը չունի ազդեցություն գործելու նմանատիպ ինստիտուտներ։ Այս ամենի ֆոնին ըստ քաղաքագիտական եւ փորձագիտական համայնքի լավ կլինի, որ Հայաստանը տարածաշրջանում դիրքավորվի Իրանին որպես հումանիտար աջակցություն տրամադրող երկիր։ Իրանի ժողովուրդը հավատում էր երկրի հաղթանակին կանգնած է պետության թիկունքին, չընկրկեց, թեկուզև զոհվեցին երկրի տարբեր առաջնորդներ, հրամանատարներ։ Մի ամբողջ ժողովուրդ նույնիսկ պատրաստ էր զոհաբերվել ամուր կանգնելով ու պահելով Իրանի տարբեր հատվածները, քաղաքներն ու գյուղերը միմյանց կապող կենսական կամուրջները։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։